Ինչով են տարբերվում բիոռոբոտները մարդկանցից։ Նախ արի հասկանանք ինչ է ռոբոտը։ Ռոբոտը որոշակի գործողության համար նախապես ծրագրավորված սուբյեկտ է, որը ունի սեփական որոշումներ կայացնելու ունակություն։ Այ հենց դրանով է տարբերվում ձեր շրջապատի մարդկանց մեծամասնությունը ձեզանից, եւ հենց դրա պատճառով երբեք չի կարող գոյություն ունենալ արհեստական ինտելեկտ։ Այսպիսով որն է իմ հղումը ձեզ, իմ բանական քույրեր եւ եղբայրներ։ Ընդամենը ուշադիր հետևեք ձեր շուրջը գտնվող մարդկանց խոսքին եւ վարքին, ու կտեսնեք, թե ինչքան նման են նրանք, եւ կհամոզվեք, թե ինչ կարող է անել պրոպագանդայի ինկուբատորը մարդկանց հետ։ Անհատականություններ գրեթե գոյություն չունեն, եւ շատ շուտով եղածներն էլ կվերանան, եթե դու այս վիդեոն նայելուց հետո չսկսես ուսումնասիրել, փորփրել, մինչև համակարգի կեղտը չհանես ջրի երես։ Քեզ հաջողություն եմ մաղթում քո հետազոտությունների մեջ, հարազատս, եւ հիշիր, մտածելը օգտակար բան է։